Okay, հարազատներս, ուրեմն մեզ պետք է ելնելու բլուր առաջի համարի 1/3 բաժակի 1/3 ենք լցնելու, մոտեսքան։ Չնայած բաղադրությունները բոլորը կդնեմ ներքևում արդեն, այնտեղ կտեսնեք, ուղղակի ուզում եմ ասեմ մոտապես պատրաստ ելնեք։ Հալեբի բիբար, որը հայերեն տարբերակը թարգմանեցի պղպեղի փաթիլներ, կարմիր պղպեղի փաթիլներ, քաղցր պղպեղ, փոշին, պղպեղի տոմատը, կարմիր պղպեղի տոմատը եւ ջուր, աղ եւ մի քիչ էլ ձեթ է մեզ հարկավոր լինելու, ձիթապտղի ձեթ, յուղ եւ գլխավորը իհարկե քյութայի միսը։ Առաջի բանը, որ պետք է անենք, հիմա մեզ պետք է բլղուրը լցնենք, թրջենք։ Եվ նույնքան ջուր մոտավորապես պետք է լցնենք, այնքան որ իրան ծածկի, մեզի պետք է որ բլղուրը ծածկի, որ ինքը փափկի։ Մոտավորապես 10 րոպեի չափով պետք է իրան թողնենք այսպես։ Ու դրանից հետո անցնենք մենք մեր մույս առաջի գործին։ Հարկավոր է լինելու մաղադանոց, կանաչ սոխ եւ սպիտակ սոխ ըստ ցանկության է դրանք արդեն։ Եթե կուզեք ավելացնի, կուզեք չեք ավելացնի։ Սրա կեսն եմ օգտագործելու, գլուխ սոխի կեսն է, սա դիզայնի համար է հետո լինելու, այս ամեն ինչը։ Եվ մոռանում էի արդեն ասեի, մեզ պետք է քիմիան, որը պետք է դնենք արդեն մսի հետ միասին։ Անցնենք հիմա առաջինը կանաչիները կդրտելուն։ Մեզ մոտ արդեն պատրաստ է, սա դնում ենք առանձին, բլղուրն էլ արդեն փափկել է, ու անցնում ենք բլղուրը հիմա պատրաստելուն։ Եթե նկատում եք, արդեն ջուրը քաշել է բլղուրը ինքը և փափկել է։ Մեզ հարկավոր է լինելու 2-ից 3 ճաշի գթալ պղպեղի տոմատը, կարմիր պղպեղի տոմատը, ես 2.5 եմ դնում։ Մեկ ճաշի գթալ պղպեղի փաթիլներ, ինչպես թարգմանել է, հալեբի բիբար, Միացյալ Նահանգներում անգիր գիտեն դա արդեն ինչ է։ Մեկ ճաշի գթալ կարմիր քաղցր բիբարի փոշին, կես թեյի գթալ քիմիան,
Եվ աղը ըստ ցանկության արդեն ինձ թվում է սա շատ փոքրիկ գտալ է ինքը, մեկ թեյ գտալ, շատ չեմ գնում, բայց դուք ինքներդ ցանկության վրա է, ինչքան կուզենաք, եւ ամենագլխավորը մեկ հարկավոր է լինելու միսը, իսկ ընթացքում արդեն ձետ շատ քիչ ես կավելացնեմ, շատ չինչին, երևի մեկ ճաշի գտալի չափով ընթացքում։ Սա ուրեմն կես կիլոյա, 1 pound, մոտավորապես մի 20-30 գրամ ցածր ընդամենը։ Հիմա պետք է մեզի մի լավ տրորենք, որ համասեր դարձնենք։ Հիմա ես շատ չինչին ձեթն եմ ավելացնում, ու վերջ, մի լավ հիմա եմ տրորեմ ու արդեն պրծել ենք, պատրաստ է լինում։ Հիմա արդեն կդասավորենք։ Ժողովուրդ ջան, սրան երկու ձևով կարող եք մատուցել, կարող եք գնդիկներ պստիկ անել, կարող եք մարդիկ կան օրինակ այսպես են անում եւ դնում են եւ կանանչին եւ վանակ կողքերն են լցնում, մարդկա տափակացնում են, ռեստորաններում այստեղ կտեսնեք, որ տափակացած են դնում շատը։ Եթե ուզենաք, կարող եք թեթև վրան ձեթով անել, որ փայլի, շատ թեթև, բայց ինքը հում վիճակում է միսը, շատերը կասեն, օ չեմ սիրում, հովը վնաս է, չգիտեմ ինչա, եթե չեք սիրում մի կերեք, եթե փորձեք, վստահ եմ դրանից հետո անընդհատ կպատրաստեք ու կուտեք, համովա շատ լավն է, խորհուրդ եմ տալի անպայման պատրաստեք, ձեր տղամարդիկ երևի թե ձեր անունով կերթվեն, դա հաստատ, որովհետև իրանց սիրած ուտելիքներից մեկն է, հնչեմ։